եթերում օրվա լրատվության գլխավոր թողարկումն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո։ Օրվա կարևոր թեմաները նախ համառոտ։ Ինչ է նշանակում խաղաղությանը զուգահեռ պաշտպանունակություն, ինչու է կրճատվում ռազմական բյուջեն եւ ինչ փոփոխություններ են սպասվում բանակում։ Սամվել Կարապետյանը քրեակատարողական հիմնարկում ունեցել է երկկողմանի թոքաբորբ, որը չեն ախտորոշել պաշտպանները հրատապասուլիս են հրավիրել։ Ապահովագրության խճճված համակարգը քաղաքացիների դժգոհության ֆոնին $110 միլիոն վարկ եւ խնդրահարույց կետեր, ինչից են բողոքում քաղաքացիները։ Հրդեհներ, դիակներ, խուճապ եւ քաղաքական ագրեսիա, ինչու է Բաքուն սադրիչ լրահոսով լուսաբանում Իրանի ներքին իրադարձությունները։ Մինչ տարածաշրջանը զինվում է, Երևանը խոսում է խաղաղության մասին։ Հայաստանը շարունակում է վերաձևել բանակը։ Իշխանությունը խոսում է պաշտպանունակության աճից, բայց միաժամանակ գնում է պարտադիր ծառայության կրճատման եւ ռազմական բյուջեի նվազեցման ճանապարհով։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ամփոփել է 2025 թվականի գործունեությունը թվերով, հայտարարություններով եւ քննադատություններին պատասխանելով։ Ինչ բանակ է կառուցվում, ինչի հաշվին եւ որ ռիսկերի գնով Սեդամակարյանն է ներկայացնում։ 2025 թվականին $1 միլիարդ ավելացել է պաշտպանական ոլորտի ծախսերը, 19%-ով աճել է զորակոչը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է հաշվետու ասուլիսի ժամանակ ներկայացրել նախարարության 2025 թվականի ձեռքբերումները, որոնց շարքում ըստ նախարարի նաև պարտադիր զինվորական ծառայության ժամկետների կրճատումն է։ Պապիկյանը վստահեցնում է, երրորդ հանրապետության շրջադարձային որոշումներից մեկն է։ Պաշտպանության ոլորտի բարեփոխումները ունենալով հաջողություններ հնարավորություն են տվել մեզ, որպեսզի կառավարությունը հանդես գա այս նախաձեռնությամբ։ Սա հստակ է, շատ պարզ է ու կարծում եմ այստեղ տարընթերցումները ավելորդ են։ Նախարարը վստահ է, պայմանագրային հիմունքով ծառայության անցած զորքերն ավելի պրոֆեսիոնալ կլինեն։ Ըստ Պապիկյանի 2 տարվա ընթացքում միայն պաշտպան հայրենիաց ծրագրին միացել է 4000 մարդ, մինչդեռ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը պնդում է, վարձու բանակը չի կարող պրոֆեսիոնալ լինել։ Ասում են պայմանագրային ծառայողը կարա մինչև 700,000 դրամ աշխատավարձ տան, այսինքն իրանց պատկերացմամբ դա վարձու զինված ուժերը պետքա լինեն կամ վարձու բանակը կամ այսպես խոպանի նման տեղ պետքա լինի բանակ։ Պապիկյանը կարևոր է համարում նաև պահեստազորի վերադարձը բանակ, մասնավորապես 25-օրյա վարժանքները։ Մեծ կարևորություն եմ տալիս 25-օրյա հավաքներին։ Այս տարիների նշանակալի ձեռքբերումներից եմ սա համարում, մասնավորապես սա ապահովելու է պահեստազոր, թիկունք եւ բանակ կապը, որովհետեւ առիթ եմ ունեցել նաեւ ասելու, որ սա մեր մեծագույն խնդիրներից էր, մասնավորապես 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ըստ նախարարի ծրագիրն օգնում է պահեստազորի սպաներին վերհիշել անցածն ու արդեն մարտական հերթապահության ժամանակ հասկանալ մարտական խնդիրները։ Նախորդ փորձը ցույց է տալիս, որ մեզ բացի նրանից, որ 25-օրյա վարժական հավաքների ժամանակ պետք է մեր պահեստազորին հիշեցնել իրենց նախկինում սովորածը, այլև պետք է այդ մարդկանց տեղում ցույց տալ իրենց ծառայության բնույթը եւ ձևակերպել նաեւ խնդիրները։ Ծրագիրը գուցե արդարացված լիներ, եթե մինչ այդ համակարգն անցած լիներ բավարար պատրաստվածություն, իսկ հիմա Արտակ Զաքարյանի խոսքով նախարարությունն ինքնախապեյությամբ է զբաղվում։ Դա արդեն ինքնախապեյությունը, դա արդեն խնդիրը չլուծելն է եւ չարդարացված գործողություններ, չհիմնավորված գործողություններ իրականացնելն է։ Իսկ ինքնախապեյությունը եւ ընդհանրապես խապեյությունը այս իշխանություն կոչվածների համար դա նորություն չի, իրանք դրանով են սնվում եւ դրանով են սնում հասարակությանը։ 2026 թվականին, եթե այս իշխանությունը վերընտրվի, ըստ Զաքարյանի, այս բարեփոխումները չեղյալ են հայտարարելու։ Ընդդիմադիրների քննադատություններին ի պատասխան պաշտպանության գերատեսչության ղեկավարը հայտարարում է, իրենք մեծացրել են պաշտպանական ծախսերը, ձեռք են բերել արդիականացված զինտեխնիկա եւ շարունակում են բարեփոխումների ծրագրերը։ Միաժամանակ Սուրեն Պապիկյանը հրաժարվեց անդրադառնալ ադրբեջանական կողմի պաշտպանական ոլորտի ծախսերին, պնդելով, որ իրեն չի հետաքրքրում այ երկրի ռազմական բյուջեն։ Բանակին առնչվող հարցերից հետո լրագրողները փորձեցին պարզել, թե ինչու էին զինված ուժերի ներկայացուցիչներին ստիպել մասնակցել եկեղեցու դեմ կազմակերպված ակցիաներին։ Նախարարը հերքեց այդ պնդումը, նշելով, որ ինքը մասնակցել է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես քաղաքացիական պայմանագրի վարչության անդամ եւ որպես Հայաստանի պաշտպանության նախարար։
Սադամ Ակադյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բանակի վերաձևման մասին քննարկումներին զուգահեռ տարածաշրջանում իրականացնում են խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք անմիջականորեն առնչվում են Հայաստանի անվտանգությանը։ Մինչ Երևանը շարունակում է պնդել միջանցք տերմինը անընդունելի է, Անկարան արդեն խոսում է դրա գործարկման ժամկետների մասին։ Թուրքիայի տրանսպորտի նախարարն արդեն հայտարարել է, Զանգեզուրի միջանցքը կգործարկվի մինչև 2030 թվականը։ Մենք անցած տարվանից սկսել ենք Կարս, Իգդիր, Արալեկ, Դիլուջու երկաթգծի շինարարությունը, որը կարևոր է Զանգեզուրի միջանցքի համար։ Ադրբեջանն էլ է Նախիջևանի հատվածում աշխատանքներ իրականացնում։ 3 ժամ անց Վաշինգտոնում նախատեսված է արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Հանդիպմանը ավելի ուշ կմիանա նաև պետքարտուղարի տեղակալ հուկերը։ Միրզոյանը ԱՄՆ մեկնել է աշխատանքային այցով, որը կտևի 2 օր։ Քննարկելու են TRIP նախագծի իրականացման հնարավորությունները, որից հետո համատեղ հայտարարություն կլինի։ Հիշեցնեմ, որ ամերիկյան պատվիրակությունը Թրամփի ուղու իրագործմանն առնչվող հարցերը նախորդին քննարկել է Բաքվում։ Զուգահեռ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է եւ հրատարակել է ուղեցույց իր քաղաքացիների համար Իրանում ստեղծված վիճակի համար։ Միացյալ Նահանգները կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել երկիրը, խորհուրդ տալով օգտվել Հայաստանի կամ Թուրքիայի ճանապարհներից։ ԱՄՆ քաղաքացիներին զգուշացնում են, որ չպետք է ցուցադրեն ամերիկյան անձնագրերը կամ հայտարարեն իրենց ազգային պատկանելիության մասին։ Հակառակ դեպքում դա կարող է վտանգավոր լինել եւ նույնիսկ դառնալ ձերբակալության պատճառ։ Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է արդեն 2000-ից ավելի մարդ։ Reuters-ը հայտնել է իրանցի պաշտոնյաներից մեկը, պնդելով, թե ահաբեկիչներն են մեղավոր քաղաքացիական անձանց եւ անվտանգության աշխատակիցների մահվան համար։ Ավելի վաղ նույն մեղադրանքը նաև արտգործնախարար Աբբաս Արաղչին էր հնչեցրել Ալ Ջազիրայի հետ զրույցում։ Ընդունելով, որ Իսլամական Հանրապետության իշխանությունը հրահանգել է 4 օրով անջատել ինտերնետը, Արաղչին ասել էր, թե երկրում ահաբեկչական գործողություններ են սկսվել բողոքի ցույցերի ժամանակ։ Իրանում լայնածավալ ցույցերը շարունակվում են, իսկ տեղեկատվական ճակատում արդեն նոր պատերազմ է սկսվել։ Մինչ Թեհրանը խոսում է իրավիճակի վերահսկողության մասին, հարևան Ադրբեջանը ակտիվորեն տարածում է արյունոտ տեսանյութեր ու սադրիչ վերնագրեր, փորձելով Իրանի ներսում ընթացող գործընթացներին տալ քաղաքական եւ բաժանարար երանգ։ Խոճապ առաջացնող կադրեր եւ հարավային Ադրբեջանի օրակարգի առաջմղում, ինչու է Բաքուն այսպես ագրեսիվ ներգրավել Իրանի ներքին իրադարձությունների լուսաբանմանը եւ ինչ վտանգներ կարող է դա ստեղծել ամբողջ տարածաշրջանի համար, Անյա Բաղյանի ռեպորտաժում։ Մինչ Իրանում տեղեկատվական շրջափակում է, ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվ տեսանյութեր են տարածում։ Այրվող մզկիթներ, լեփլեցուն դիահերձարաններ ու կատաղած ամբոխ։ Պաշտոնական Թեհրանը վիճակը վերահսկողության տակ գտնվելու մասին է հաղորդում։ Բաքուն իր պաշտոնական լրահոսում հակառակը պնդում։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն այն պատահական չի համարում։ Մեծ հավանականությամբ ցուցարարների ներսում կա խումբ, որի անդամներին ապահովել են ադրբեջանական համապատասխան քարտերով եւ ադրբեջանական ցանցերին հասանելիությամբ սահմանային բազմաթիվ վայրերում։ Սա նոր մարտավարություն է, որ Բաքուն որդեգրել է Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմի ժամանակ, գրում է ադրբեջանագետը։ Ինչ են խոստանում Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերը, հարավային Ադրբեջանին խորագիրն է կրում ադրբեջանական այս հրապարակումը։ Արմինե Ադիբեկյանն ասում է, ադրբեջանցիներին անջատում են մյուսներից, փորձելով թեժացնել ցույցերը։ Սխալ հաշվարկ է, որովհետև Բաքուն ակնկալում է, որ հարավային Ադրբեջանը կմիանա Բաքվին, բայց իրականում հակառակն է տեղի ունենալու։ Ադրբեջանում գործում է հարավային Ադրբեջանի ազգային զարթոնք կազմակերպությունը, որ ուղիղ ֆինանսավորվում է կառավարությունից։ Այս կազմակերպության միջոցով Բաքուն երբեք առիթը չի կորցրել Իրանում անջատումներ հրահրելու, բայց դա միշտ արել է շատ նուրբ ու հատուկ ծառայությունների միջոցով, գիտակցելով Իրանի ուժը, նշում է իրանագետը։ Իհարկե հնարավոր է հարաբերությունների սառեցում, վատացում, բայց ինչ որ ավելի հեռու գնացող գործողություններ չի։ Ադրբեջանը Իրանում տեղի ունեցողին խիստ քաղաքական երանգ է հաղորդում, նշում է քաղաքագետը։ Ադրբեջանի պետական հեռուստատեսությունը Իրանի ներքին գործընթացները ներկայացնում է ոչ թե որպես սոցիալ-տնտեսական կամ համազգային խնդիրներ, այլ որպես հարթակ հարավային Ադրբեջանի գաղափարի առաջմղման, պատմության վերանայման եւ հարևան պետության ներքին կյանքում տարածքային հավանականությունների լեգիտիմացման համար։
Բաքուն այսպիսով իրեն է վնասում, կարծում է Ադիբեկյանն ու նշում. Իրանում ապրող ծագումով ադրբեջանցիները ինտելեկտով ու ձգտումներով տարբերվում են Ադրբեջանում ապրողներից եւ հնարավոր է հակառակը լինի, այսինքն ոչ թե Իրանի ադրբեջանցիներն անջատվեն Իրանից, այլ Բաքվի ադրբեջանցիները միանան մյուսներին։ Պարզաբանում է ադրբեջանագետը։ Իրանագետ Արմեն Վարդանյանն էլ հաշվի առնելով ռիսկերը բացառում է Իրան-Ադրբեջան տաք գործողությունները։ Անիա Բաղյան, Նորայր Հակոբյան, Անդրանիկ Մասուրյան, ABC Media։ Հայաստանյան ներքաղաքական թեմաների մասին։ ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը արտահերթ գերագույն ժողով է գումարել։ Կուսակցությունն արձանագրել է, որ ստեղծված վիճակում բեկում մտցնելու, սպառնալիքները չեզոքացնելու եւ նոր որակի ազգային պետություն կառուցելու առումով գործող վարչախմբի հեռացումը հրամայական է։ Սա հիմք ընդունելով ՀՅԴ-ն որոշումներ է կայացրել։ 26 թվականին ժողովը որոշել է մասնակցել եւ նախապատվություն տալ դաշինքային ձևաչափին եւ լիազորել այդ դաշնակցության գերագույն մարմնի այս ուղղությամբ սկսել բանակցություններ եւ քննարկումներ։ Այս որոշման շրջանակներում առաջիկայում մենք սկսենք մեր քննարկումները դաշինքի վերջնական ձևաչափը որոշելու ուղղությամբ։ Բնականաբար մենք արժևորելով Հայաստան դաշինքի գործող դաշինքի գործունեությունը առաջնային քննարկումները մենք սկսելու ենք մեր գործընկերների հետ։ Սաղաթելյանի խոսքով ՀՅԴ-ն շարունակում է բանակցել ընդդիմադիր ուժերի հետ։ ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչը համոզված է, ընդդիմադիրները պետք է մի կողմ դնեն ամբիցիաները, ձևավորեն մի քանի ազդեցիկ բլոկներ։ Մեր գլխավոր նպատակը այս իշխանության վերարտադրությունը կանխելու համար։ Հետևաբար, քանի որ հնարավորություն չկա մեկ միասնական դաշինքով, առնվազն պետք է ամեն ջան գործադրել մի քանի խոշոր բլոկ ձևավորելու համար։ Սա է մեր մոտեցումը եւ այդ բլոկների հնարավորությունը կա ու արդեն դաշտում մի քանիսը նշմարվում է։ Հրատապ ասուլիսը հրավիրել մեր ձևով շարժումը եւ հայտարարել, որ գործարար Սամվել Կարապետյանը Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում երկկողմանի թոքաբորբ է ունեցել, որը չեն ախտորոշել։ Կարապետյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանն ընդգծել է, որ թոքաբորբը ախտորոշվել է 2 ամիս անց, երբ Կարապետյանը արդեն տնային կալանքի տակ է եղել։ Այսինքն գտնվելով քրեակատարողական հիմնարկում երկկողմանի թոքաբորբով անձ է լինում Սամվել Կարապետյանը։ Եվ դա չի ախտորոշվում, դա չի արձանագրվում։ Դուք պատկերացնում եք պայմանները։ Մեկ բողոք Սամվել Կարապետյանի կողմից սրա վերաբերյալ չի եղել։ Այլ հարց, թե արդյոք մենք որպես իր պաշտպաններ դա տեսել ենք, թե ոչ։ Մեր կողմից գրություններ գրվել են։ Եվ պաշտոնատար անձինք, որոնք պարտավոր են այդ ստուգումը բժշկական նվազագույն ապահովելու, մեզ գրություններով հայտնել են, որ ոչ մի խնդիր չի եղել, որ զննել են, ոչ մի առողջական խնդիր չեն հայտնաբերել։ Միակ ճշմարտությունը այդ փաստաթղթերում մնացածը ամբողջությամբ հանցանքին հասնող անփութություն է։ Այն է, որ Սամվել Կարապետյանի կողմից գանգատներ չեն ներկայացվել։ Այդ փաստաթղթում միակ ճշմարտությունը դա է։ Իսկ առողջապահության ոլորտում նոր բարեփոխումը նոր խնդիրներ է ստեղծել։ Հայաստանի առողջապահության համակարգում պարտադիր ապահովագրության ներդրումը քաղաքացիների համար դարձել է հարցերի եւ դժգոհությունների ալիք։ Տելեգրամյան չաթերում օրական տասնյակ հարցեր են հավաքվում։ Ինչ պայմաններով է աշխատում պետական ապահովագրությունը, ինչ սահմանափակումներ գոյություն ունեն։ Քաղաքացիներին ամենաշատ հուզող հարցերի պատասխանները փորձել է գտնել Անահիտ Սարգսյանը։ Առողջության համընդհանուր ապահովագրությանը վերաբերող տելեգրամյան չաթ է ստեղծվել, որտեղ հարցերի տեղատարափ է։ Քաղաքացիներն ու բժշկական հաստատությունների աշխատակիցները փորձում են հասկանալ ինչպես, որտեղ եւ երբ։ Նույնն է, որ գնամ բանկ, աշխատողն իմ գործարքները թողնի ու րոպեն մեկ գնա մի իմացողի, շեֆին բան հարցնի գա, գրի ջնջի։
Ու ես նստած աղոթեմ, որ սխալ չանի, կամ սպան ու զինվորը իրար հետ զենք քանդել հավաքել սովորեն։ Սա ինչ իրարանցում է։ Հասկանում եմ ընտրություններ են, բայց նորից բժիշկների ստվերային ակտիվ մասնակցությամբ։ Հարգելի Տիկին Ավանեսյան, խնդրում են կարգավորել վերականգնողական բուժման ուղեգրի հարցը, քանի որ զինվորականների համար ամեն մի օրը շատ կարևոր է եւ չեն կարող ամեն անգամ չստացվող ուղեգրի համար ծառայությունից բացակայել։ Բարև ձեզ։ Եթե անձը գրանցված աշխատող է եւ վճարում է ապահովագրավճար, նաեւ ունի ԱՁ, որի նախորդ տարվա շրջանառությամբ պայմանավորված եւս համարվում է վճարող, ապա հետ վերադարձ կատարվում է, թե երկու պարագայում էլ վճարող է հանդիսանում։ Բարև ձեզ, խնդրում եմ բացատրեք, թե դժվարամատչելի հետազոտության ուղեգրելիս ինչու են պահանջում քաղված, քիչ են մեր գրագրությունները։ Եվ այսպես շարունակ։ Այս ֆոնին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնած Zoom հանդիպումը հիվանդանոցային օղակի բժիշկների հետ նույնպես լիարժեք չի կայացել։ Շատերը չեն կարողացել միանալ, իսկ խոստացված տեսագրությունը մինչ օրս չեն ստացել։ Կառավարությունն այս ծրագիրը ներկայացնում է որպես երկարսպասված բարեփոխում, սակայն հրապարակված պայմաններն ու մեխանիզմները մի շարք լուրջ հարցեր են առաջացնում։ Անհատ ձեռներեցներ, 1 անգամյա վճարում 12 ամսվա համար։ Խնդրահարույց է անհատ ձեռներեցների կարգավիճակը։ Եթե ԱԶ-ն ունի 2.400.000 1 դրամ եւ ավելի շրջանառություն, նա պարտավոր է մինչեւ 2026 թվականի ապրիլի 20-ը ներկայացնել հաշվետվություն եւ նույն պահին վճարել ապահովագրավճարը միանգամից ամբողջ տարվա համար։ Ավտոմատ փոխհատուցում առանց ընտրության իրավունքի։ Պաշտոնական պարզաբանումների համաձայն ապահովագրավճարի փոխհատուցումն իրականացվելու է ավտոմատ եղանակով։ Այսինքն քաղաքացին չունի ընտրության հնարավորություն ոչ ապահովագրողի, ոչ փաթեթի, ոչ էլ ծառայությունների ծավալի հարցում։ Միակ բացառությունը սոցիալական փաթեթի շահառուներն են, որոնք պետք է դիմում ներկայացնեն։ Մնացած քաղաքացիների համար համակարգը գործելու է լուռ համաձայնության սկզբունքով։ Գործազուրկները պարտավոր են վճարել։ Համակարգի առավել վիճահարույց կետերից մեկն այն է, որ ապահովագրության համակարգում ներառված քաղաքացու գործազուրկ դառնալը նրան չի ազատում վճարելու պարտավորությունից։ Ըստ գործող կանոնների, 1 անգամ համակարգ մուտք գործելուց հետո անձը մնում է այնտեղ առնվազն 12 ամիս, անկախ իր ֆինանսական վիճակի փոփոխությունից։ Չես վճարում, զրկվում ես ծառայությունից։ Ապահովագրավճարը չվճարելու դեպքում որևէ այլ ընտրանքային մեխանիզմ չի առաջարկվում։ Պարզապես կասեցվում է ապահովագրական փաթեթը։ Այսինքն քաղաքացին վճարում է պարտադիր, բայց չվճարելու դեպքում զրկվում է նույն այդ պարտադիր ծառայությունից առանց սոցիալական բարձիկի։ Դեղերը տրվում են մասամբ։ Թեև ապահովագրության փաթեթը ներառում է դեղերի փոխհատուցում, սակայն ոչ ամբողջական։ Քաղաքացին ստիպված կլինի հավելավճար կատարել այն դեղերի համար, որոնք ամբողջությամբ չեն փոխհատուցվում։ Նշենք նաև, որ ապահովագրությամբ նախատեսված դեղերը տրամադրվում են միայն էլեկտրոնային դեղատոմսի հիման վրա եւ այն դեղատների կողմից, որոնք պայմանագիր ունեն ապահովագրության հիմնադրամի հետ, համեմատելով միջազգային փորձի հետ։ Եվրոպական մի շարք երկրներում պարտադիր առողջության ապահովագրությունը գործում է, սակայն հիմնականում մասնավոր ապահովագրողների միջոցով, մրցակցային միջավայրում։ Ամենահաջող օրինակներից մեկը Նիդերլանդներինն է, որտեղ ապահովագրությունը պարտադիր է, բայց իրականացվում է մասնավոր հատվածի միջոցով նվազեցնելով ռիսկերի կենտրոնացումը պետության ձեռքում։ 2024 թվականի հունիսի 28-ին Համաշխարհային բանկը հաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-ից 26 թվականների ծրագրին օժանդակող 110 միլիոն դոլարի վարկ, որը տրամադրվում է ոչ թե նախապես, այլ կոնկրետ արդյունքների դիմաց։ Ըստ քննադատների, եթե այս տարի պարտադիր ապահովագրության համակարգը չներդրվեր, կառավարությունը չէր ստանա այդ վարկը, որի վերադարձն ու սպասարկումը հետագայում իրականացվելու է քաղաքացիների հաշվին հարկային բեռի ավելացման միջոցով։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Եվ վերջում այս գիշերվանից ձմեռը վերադառնում է ամբողջ ուժով։ Սպասվում է ձյուն, բուք, օդի ջերմաստիճանը հունվարի 14-ից 16-ը աստիճանաբար կնվազի 10-ից 13 աստիճանով։ Ուստի գիշերը եւ առավոտյան ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բայց չթողնելու համար ամենակարևոր ու թարմ լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։ Եթերում կլինի Կարնի Մութաֆյանը։